Ես ցույց կտամ իմ հավատը գործերով։ Աստվածաշնչյան այս խոսքերը դարձան անվանի գիտնական եւ մանկավարժ Լևոն Հարությունյանի կյանքի եւ գործունեության հիմնաքարը։ Գիտնականի 85-ամյակի առթիվ Լևոն Հարությունյանի ընտանիքը եւ ընկերները այս տողերի ներքո ժողովեցին իրենց լավագույն հուշերը։ Լևոն Հարությունյանի ամեն գործի մեջ երևում է իր խորը հավատը, նախ անմնացորդ նվիրում, ինչով որ զբաղվեր գիտությամբ, մանկավարժությամբ, թե պարզապես իր ընկերների կամ երեխաների հետ որևէ զրույց վարեր։ Ակադեմիկոսը գրել է 40 մենագրություն, 400 գիտահանրամատչելի հոդվածներ։ 2003 թվականին Հայաստանի նախագահի հրամանով պարգևատրվել է Անանյա Շիրակացի ոսկե մեդալով։ 1990 թվականին գիտնականը հիմնեց Հայաստանի ամենախոշոր մասնավոր բուհը՝ Հայբուսակ համալսարանը։ Արժանապատիվ անձնավորություն, եռանդուն, աշխատասեր եւ հոգի ունեցող մարդ։ Անահիտ Հարությունյանի խոսքով Լևոն Հարությունյանը խորհրդային ժամանակաշրջանի եզակի գիտնականներից էր, որը խորը հավատով եւ մեծ հույսով սպասում էր անկախության հաղթանակին։ Ուզում էր մասնակցել Արցախյան պատերազմին, բայց չթողեցին։ Նորանկախ Հայաստանին գիտնականներ էին պետք։ Նա հուզվում էր ամեն մի կտրված ճյուղի համար, ամեն մի տրորած ծաղիկի համար նա հուզվում էր եւ ցավում էր։ Լևոն Հարությունյանի հոբելյանական երեկոյին ցուցադրվեց նաև գիտնականի կենսագրական ֆիլմը «Երևելի հայեր» ֆիլմաշարից եւ կազմակերպվեց «Ես իմ հավատը ցույց կտամ» գործերով գրքի շնորհանդեսը։ Անի Սամսոնյան, Արմեն Շահոյան, Armnews։